Հասմիկ Ավագյան, համեցեք։ Շնորհակալություն։ Ազգային ժողովի հարգելի փոխխոսնակ, հարգելի պատգամավորներ, սիրելի քաղաքացիներ, Նախարարական սոցիալական կոմիտեի կողմից Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը առաջարկ է ստացել սահմանել մարզադպրոցների անվանակոչության վերաբերյալ ընդհանրական չափորոշիչներ, որի հիմքում ոլորտը կարգավորող նախարարի հրամանով մանկապատանեկան մարզադպրոցների անվանակոչության կարգ ստեղծելու համար անհրաժեշտություն է առաջացել ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին օրենքում լրացում կատարել և սահմանել լիազորող նորմ, որովհետև ներկայումս ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին օրենքում չկա լիազորող նորմ, որի հիմքով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով կսահմանվի մանկապատանեկան մարզադպրոցների անվանակոչության կարգ։ Միևնույն ժամանակ բազմաթիվ դիմումներ, առաջարկներ, ողջամիտ քննարկման ենթարկա լուծումներ են առաջարկվում նախարարությանը քննարկելու անվանակոչության վերաբերյալ առաջարկները և զուգահեռաբար կարևորելով վաստակաշատ անձանց և սպորտում ավանդ ունեցող անձանց, այդ թվում օլիմպիական խաղերի, Եվրոպայի չեմպիոնների, աշխարհի չեմպիոնների մեծ ներդրումը սպորտի զարգացման, մարզիկների կրթության և հայրենասիրական դաստիարակության գործում մարզադպրոցների անվանակոչումը կհանդիսանա նրանց նվիրումով աշխատանքի յուրատեսակ գնահատականը։ Սույն նախագծի ընդունմամբ առանձնահատուկ հարգանքի տուր կմատուցվի կյանքի մեծ մասը սպորտին և նրա զարգացմանը նվիրված անձանց, ինչպես նաև նրանց նկատմամբ նրանց անվամբ անվանակոչելը կապահովի մանուկների և պատանիների հոսք դեպի մանկապատանեկան մարզադպրոցներ։ Ես խնդրում եմ կողմ քվեարկել սույն նախագծին ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին օրենքում լրացում կատարելու համար, մասնավորապես սահմանվում է Ժ.9 կետով մանկապատանեկան մարզական կազմակերպությունների անվանակոչության և անվանափոխության կարգը և չափորոշիչները։ Շնորհակալ եմ։ Հարցերի համար հերթագրում։ Լիլիթ Գալստյան։ Շնորհակալություն, Տիկին փոխնախարար, ես ուզում եմ ճշտել արդյոք արդեն այդ չափորոշիչները մշակված են թե ոչ, որոնք պետք է հիմք հանդիսանան կառավարության համապատասխան որոշման կամ կարգի սահմանմանը, եւ մինչ այս մարզադպրոցները, որոնք թե համայնքային եւ ընդհանրապես հանրապետական նշանակության են, ինչ չափանիշներով են անվանակոչվել եւ այսօր այդ դուք հիմա կարգ եք սահմանում եւ վերապահում եք լիազոր բանին, իսկ այդ չափորոշիչները մշակված են թե ոչ։ Շնորհակալություն Տիկին Գալստյան հարցադրման համար։ Սույն կարգի մասով չափորոշիչների վերջնական տեսքը քննարկման փուլում է, բայց մենք ունենք հստակ սահմանված կետեր, մասնավորապես օլիմպիական չեմպիոնների մասով հստակ է միջազգային սպորտային հարթակում, որ նրանք չափանիշ են արդեն իրենց անվամբ կոչելու մարզադպրոցները մանկապատանեկան, զուգահեռաբար քննարկման փուլում է վերջնական տեսքի են բերվում չափորոշիչները։ Շնորհակալություն։ Արձագանք։ Տիկին փոխնախարար, արդյոք եւ նաեւ գործընկերներ ձեզ եմ դիմում, արդյոք նպատակահարմար կամ ավելի գործնական չէ լինի այդ չափորոշիչները վերջնական տեսքի բերել, հետո գալ այստեղ եւ ազգային ժողովից ակնկալել դրական քվեարկություն այդ լիազորությանը։ Ճիշտ ասած, ես այդպես չէի առարկի կամ նույնիսկ հարց չէի բարձրացնի, եթե սա ավանդույթ չլիներ կոնկրետ ԿԳՄՍ նախարարության համար, գոնե այդ ոլորտը, որ հետևում եմ, որովհետև սա առաջին դեպքը չի, որ օրենքի մակարդակով, ասենք թե հաստատումներ են կանում, երբ որ մշակված նախագծեր, ռազմավարություններ կամ չափորոշիչներ չկան։ Եվ ես կոնկրետ երկու ուրեմն կարևոր ոլորտների մասին խոսեմ, մեկը երիտասարդական քաղաքականության մասին օրենքն է, երբ որ այդ քաղաքականությունը առհասարակ մշակված չկա եւ չկա ռազմավարություն, եւ մյուսը ակադեմիական քաղաքը, որի ընդհանրապես ռազմավարությունը գոյություն չունի։ Ես կարծում եմ տրամաբանական պիտի լիներ եւ այդ շղթան ունի տրամաբանություն, սահմանել չափորոշիչները, հետո գալ եւ մեզանից ազգային ժողովից պահանջել հաստատել ձեր այդ լիազորությունը։
Շնորհակալություն։ Տիկին Գալստյան, գլխադասային հանձնաժողովում քննարկվել է հարցը, մենք դրական պատասխան ենք ստացել, կամքը ձերն է, որոշումը ձեր է, շնորհակալություն։ Հարցերն ավարտվեցին, կարող եք զբաղեցնել ձեր տեղը։ Հարակից զեկուցման համար ամբիոնի մոտ եմ հրավիրում գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի անդամ Նարեկ Բաբայանին, համեցեք։ Շնորհակալություն, հարգարժան պարոն փոխխոսնակ, հարգելի գործընկերներ, ինչպես նշվեց արդեն, հարցը քննարկվել է գլխադասային հանձնաժողովում, ստացել է դրական եզրակացություն։ Տիկին Գալստյան, ճիշտն ասած, մի քիչ նորամուծություն էր ձեր ասածը, այսինքն կառավարությունը մշակի լիազորող նորմեր եւ գա ստանա կամ չստանա դրա իրավունքը։ Մշակելու իրավունքը, լիազորությունը։ Մենք բազմաթիվ այլ օրենքներում, բոլոր օրենքներում լինում են լիազորող նորմեր, որ կառավարությունը մշակի համապատասխան կարգերը, որից հետո նոր, ասենք 6 ամսյա ժամկետում կամ ավելի մեծ ժամկետում մշակում են, չգիտեմ, տարօրինակ էր։ Շնորհակալություն այսքանը։ Հարցեր, հերթագրում։ Հարցեր չկան, կարող եք զբաղեցնել ձեր տեղը։ Մտքերի փոխանակության համար հերթագրում։ Լիլիթ Գալստյան։ Տիկին փոխնախարար եւ նաեւ հանձնաժողովի ներկայացուցիչ պարոն Բաբայան, առանձնապես խոսելու անհրաժեշտություն ցանկություն չունեի, բայց դուք դրթեցիք, որովհետեւ նախ փոխնախարարը ես կարծում եմ, որ ոչ պատշաճ եւ ոչ կոռեկտ հայտարարություն արեց, մոտարապես, որը կարող եմ այսպես մեկնել կամ մեկնաբանել, ուզում եք քվեարկեք, ուզում եք ոչ, մեկը մենք որոշել ենք։ Եվ խնդիրը չի վերաբերում, իսկապես խնդիրը չի վերաբերում նրան, որ ես կամ մեր խմբակցությունից որևէ մեկը պիտի առարկի, որ որևէ մարզադպրոց երախտավորի սպորտի բնագավառի որևէ երախտավորի անունով անվանակոչվի, մանավանդ որ մենք այդ բնագավառում հրաշալի երախտավորներ ունենք եւ նրանց գնահատելը, արժևորելը շատ կարեւոր է եւ նաեւ ցուցիչ ուրիշների համար, որ քո գնահատվելու է քո ներդրումը եւ այլն, բայց խնդիրը այն մասին չի, ոչ էլ այդքան պարզունակ էր մոտեցումս, որ լիազորությունները տալիս ենք, իսկ հետո հակադարձ պահանջում ունենալ մինչ այդ արդեն կանխորոշված։ Խոսքը այն մասին է, որ նվազագույնը պիտի ունենալ այն հայցակարգը եւ չափորոշիչների նվազագույն սահմանը, որի շրջանակում պիտի որոշում կայացվի։ Ինչու պիտի այս կամ այն մարզադպրոցը տվյալ անձի անունով անվանակոչվի եւ ոչ։ Եվ տիկին փոխնախարարից ես չլսեցի ընդհանրապես այդ մասին որևէ խոսք եւ շատ ճիշտ պիտի լիներ, այո, գոնե նախագիծ ունենալ պատկերացումների, թե ինչ չափանիշներով է տվյալ դպրոցի անունը կրելու այս կամ այն ուրեմն երախտավորի անունով եւ ինչ որ մենք փորձառություն ունենք, ի վերջո շատ վերջերս ինչ որ մի մրցաշար կազմակերպվեց այդ ոլորտում անհայտ այդ ոլորտում որևէ ներդրում չունեցող անձի անունով եւ իմ ասածը իմ մոտեցումը վերաբերում էր նրան սահմանել չափանիշներ հետո տալ գործիքակազմը